Հոբը ուներ բարձր հավատարմություն, այսպիսի հավատարմության մասին սա բացառիկ է սերներ։ Մեր Տիրոջը պաշտելը կախված չէ որևիցե բանից սերներ։ Եթե մենք փորձում ենք ինչ-որ մի բան դնել և ասել, որ սրա համար եմ պաշտում Տիրոջը, կյանքը քո առաջ լիքը պրոբլեմներ կբերի։ Այնքան մինչև դու հասկանաս, որ անկախ ամեն իրավիճակից, անկախ ամեն պարագաներից, ես նրան եմ երկրպագելու։ Իմ Աստված կարող է ինձ պահել, բայց եթե չպահի, միևնույն է, ես նրան եմ երկրպագելու։ Ես շատ եմ խոսացել, չեմ ուզում այդ վկայությունը տալը, իմ կյանքի մեջ լիքը պարագաներ են եղել։ Իմ կյանքով ես ասել եմ, այո, ես քեզ եմ երկրպագելու։ Այն ինչը, որ իմ առաջ դրել են, Տեր, ես հավատարիմ եմ, սա չեմ անելու։ Եվ մի քանի անգամ Աստված վկա է, որ մահվան առաջ եմ կանգնել։ Տերը օգնի մեզ սերներ, որ միջև վերջ կարողանանք հավատարիմ լինենք։ Կապ չունի հիմա ինչ կարգավիճակով ես։ Մարդուս վերջը ավելի լավ է, քան թե սկիզբը։ Դու կարող է լավ լինես սկզբում, բայց ցավոք վերջը լավը չլինի։ Եթե ասում արդարին ասեմ, որ ապրիր, եւ ինքը ետ դառնա եւ մեղ գործի, իր արդարությունը այն չի փրկելու սերներ։ Հա, սկզբից լավ ես եղել, արդար ես եղել, աստվածավախ ես եղել, ինչա վերջդ։ Հայտնության գրքում ես ասացի այդ խոսքերը, ով որ միջև իմ մահ հավատարիմ լինի Տիրոջը, նա փրկության կարժանանա։ Գիտեք, վերջին ժամանակներում սատանային իշխանությունը տրվելու, սուրբերի հետ պատերազմելու եւ սուրբերին հաղթելու։ Հայտնության գիրքն ասում էս մասին։ Այսօր ինչ վիճակի մեջ եմ։ Հոբը հավատարմորեն մնաց, այնքան հավատարիմ էր, որ վերջո կինը խոսքեր ասեց։ Ասեց անիծիր այդ Աստծուն եւ մեռիր։ Էլ ապրելը ինչի համար է պետք։ Չէ՞ մարդիկ, որ բաներ են կորցնում, ինչպես ես ասացի, ոնց որ թե կյանքը իմաստը սկսում է, կյանքը իր իմաստից սկսում է բրցնել այսպես անցնել։ Հոբի կնոջ համարել էր կյանքի իմաստը այդ էր։ Այդ ուտելիքը, հարստությունը, վերջը որդիները, վсё, եթե չկան, կյանքը անիմաստ է դարել։ Ում համար անիմաստ կյանքը, ով որ իրական երկրպագության մեջ չի սերներ։ Բայց հոբի հավատարմությունը միջև վերջ էր։ Այն աստիճանի, որ Տերը կրկնակի օրհնեց։ Աստված է հավատարիմ, օրհնյալ է Տերը։ Շատ տեղերում ենք կարդում սերներ, Աստված է հավատարիմ։ Եվ այդ հավատարիմ Աստված, երբ որ տեսավ Հոբի հավատարիմ վիճակը, նրան կրկնակի օրհնեց։ Այն ինչ որ ուներ, կրկնապատկեց եւ ասում է ավելի սիրուն էսպես մեկը մեկից սիրուն էլ երեխաներ տվեց 10։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հավատարմության մի օրինակի մասին եմ ուզում խոսել, որ ինձ նույնպես զարմացրել է այս մարդու հավատարմությունը։ Իհարկե ամենքս գիտենք, Դավիթը նույնպես հավատարիմ մարդ էր, որի համար անգամ Տիրոջից էլ վկայություն կա, որ ինքը հավատարիմ է։ Բայց մի պարագա եկավ, որ այս մարդը ունեցավ մեծ խնդիր։ Գիշեք Ուրիայի կինը լվացվում էր, Դավիթը պալատում էր, Իսրայելը պատերազմի դաշտի մեջ էր, Տիրոջ տապանակը պատերազմում էր, բայց Դավիթը իր պալատում էր։ Հետաքրքիր է, գիտեք, մարդու կյանքի մեջ են գալիս, ինչ որ մութ ժամանակներ, խավար ժամանակներ, տկար ժամանակներ,
Դավիթի համար սա մի հատ տկար ժամանակներ էր, վստահ եղեք։ Եվ ինքը իմիջիայլոց երկար էր տև այդ պատերազմը, այնպես չէր, որ մի օր, 5 օր, 10 օր, ամիսների խնդիր էր, պատերազմի մեջ էր Իսրայելը։ Դավիթը պալատում էր, այսպես կարելի ասել, իր պալատական կյանքն էր վայելում, եւ տեսավ Ուրիայի կնոջը, վերջը մարդիկ ուղարկեց, հայտնի մեղքը գործեց, շնություն արեց։ Սրանց հետո կարծես թե ամեն բան նորմալ էր, անցավ որոշ ժամանակ, կինը մարդ ուղարկեց եւ ասեց, որ ինքը վերջ-վերջո հղիացել է, այսինքն արդեն ասում է գործը սկսեց բարդացնել։ Եվ երբ որ իմացավ, որ այս կինը հղի է, դե որ ասում են սկսի լուրերը կտարածվել, չէ՞։ Գյուղերում շուշուտ է լուրը տարածում, չէ՞, մանավանդ փոքր տեղերում։ Արքունիքն էլ, այդ պալատներն էլ փոքր են, իմացեք, գիտեք ինչ փսփսոցներ են այդում այնտեղ։ Եվ մարդ ուղարկեց, որպեսզի Հովաբին ասեն, որ պատերազմի դաշտից Ուրիային բերի։ Հələ այս մարդու մտածածները նայեք։ Երբ որ մարդը սկսում է տկարանալ, մեղքը մեղքի հետևից սկսում է գործել։ Հայտնի պատմությունը բերել տվեց, նամակ ուղարկեց վերջ-վերջո, էս եկավ, ինքն էլ զարմացել է, յանի խեմ եք, էս պատերազմի մեջ, այդ ինձ կանչել եք, ինչ անեք են, որ ասում է։ Բան ունեք ինձ ասելու, չէ։ Ոչ մի բան չուներ ասելու, գնա քո տունը վերջը, քո ընտանիքի հետ, կնոջդ հետ։ Ուրյան, այն որ ասում են, մի պահ զարմացել էր։ Գրվի մեջ ենք։ Եվ իա խոսքերը սելներ, հետաքրքիր խոսքեր ուներ։ Եվ Ուրյան ասեց Դավիթին. տապանակը, Իսրայելը, Հովաբը վրաններում են բնակվում, եւ իմ Տեր Հովաբը, եւ իմ տիրոջ ծառաները դաշտի երեսին են բանակ տվել, եւ ես գնամ իմ տունը ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պարկելու, քո կյանքը եւ իմ հոգի կյանքը վկա է, որ այս բանը չեմ անի։ Հիմա ուզում եմ հենց խոսել այս Ուրիայի հավատարմության մասին։ Մենք շատ անգամ ասում ենք, հա, Ուրիայի կնոջը առավ, այս մեղքի մասին ենք խոսում, բայց կարծես այս Ուրիային ոնց որ թե մի տեսակ անտեսենք այս իմաստով։ Դավիթը կանչել էր, որպեսզի Ուրիան գնար իր տուն, վերջ-վերջո պարկեր իր կնոջ հետ եւ հայտնի լիներ, որ այդ երեխան որ պիտի ծնվի, դե վերջը Ուրիայինն է, էլի։ Ով գիտեր ինչա կատարվել։ Բայց ի զարմանս Դավիթի, այս Ուրիան իր հավատարիմներից մեկն էր։ 37 զորավոր մարդիկ կային, որոնցից մեկը Ուրիան էր։ Հավատարիմ Դավիթին։ Ոչ միայն Դավիթին հավատարիմ, այլ Տիրոջը հավատարիմ։ Հիմա այս մարդու խոսքերը ուզում եմ մի փոքր, այսպես ասում են, վերցանենք, փորձենք հասկանանք։ Եվ Ուրիան ասեց Դավիթին, առաջինը, տապանակը։ Դավիթ, տապանակը քաղաքում չի, Դավիթ։ Տապանակը կրվի դաշտում է, Դավիթ։ Դավիթ, այն որ դու պարում էիր տապանակի առաջ, այն որ դու ուրախանում էիր, որ հա, տապանակը, Տիրոջ ներկայությունը, ինչ ա եղել քեզ, Դավիթ։ Դավիթը կուրացել էր սերներ։ Դավիթին մեղքը կուրացրել էր եւ Դավիթը կարծես այդ տկարությունն էր ապրում, այդ մութ ժամանակներն էր ապրում։ Շեշտում է սիրելիս, որ Ուրյան շեշտում է, որ Դավիթը կարողանա գոնե հասկանա, ընկալի։ Իր արարքը կարծես թե ինչ է նշանակում։ Դավիթ, տապանակը, Իսրայելը, Հուդան, Հովաբը, վերջո, ամենը որտեղ են, կրվի դաշտում են։ Դու ես կարծես քաղաքում նստե, հա, Դավիթ, այդ սաղ պատերազմներին մասնակից էիր։ Հիմա ինչ ա եղել, որ դու պատերազմի չես անում։ Արդեն շատ ես բարձացել, հա, թագավոր ես ու վсё, թող գնան կռիվ անեն։
Չէ՞, մեր նոմա տես վիճակ։ Այդ հոյանք անեն։ Բայց Դավիթ տապանակն է այնտեղ։ Մարդիկ թող գնան անեն, ինչ ուզում են անեն, լավ։ Բայց Դավիթ տապանակն է, որտեղ տապանակն է, դու այնտեղ պիտի լինեիր, Դավիթ։ Որտեղ Տիրոջ ներկայությունն է, ես ու դու այնտեղ պիտի լինեինք, բայց շատ հաճախ մենք ինչ ենք անում։ Շատ հեռու ենք ապրում Տիրոջ ներկայությունից։ Եվ ուզում ենք մեր կյանքի մեջ օրհնություններ կան։ Չի լինում տենց բան սիրելիներ։ Չի լինում։ Եվ Դավիթը գործեց ավելի ծանր հանցանք։ Դավիթը տեսավ, որ իր պլանը, այսպես ասում են, ձախողվել է, չի կատարվում, նամակ գրեց Հովաբին, որ ինչ արա, մի հատ ծանր տեղ դիր պատերազմի դաշտի մեջ, որ թշնամին խփի էս Ուրիային։ Հələ պատկերացրեք, իրա ձեռով տվեց ձեռը նամակը, իրա մահվան որոշումը տվել է ձեռը ու ինքը գնում է պատերազմի դաշտ եւ նամակը տալիս է Հովաբին։ Այնքան հավատարիմ էր, սկի չէր բացե կարդար այնտեղ ինչ է կատարվում։ Այսքան հավատարիմ էր։ Եվ հայտնի պատմությունը Հովաբը դրեց մի ծանր տեղ, վերջի թշնամին խփեց, Ուրյան մահացավ, բամբերներ եկան, ասեցին, որ Ուրյան էլ է մահացել, լիքը մարդիկ են մահացել իմիջիայլոց։ Եվ կարծես թե Դավիթի սիրտը ճակերտների մեջ հանգստացավ։ Պլանը իրականացավ իհա։ Գիտեք, մենք այսպես ենք, մարդը այսպես է։ Մեղքը գործում ես, մեղքը ծածկելու համար մի հատ ես մեղք գործում, այնի ծածկելու համար մի հատ ես գործում եւ Դավիթը սենց ընկել էր այս շղթայի մեջ։ Եվ հանգիստ ապրում էր։ Հանգիստ երևում է, որ պատերազմը շատ երկար էր, այնպես չէր, որ կարճ էր։ Միջև որ արդեն ժամանակն էր, որ երեխան պետքա ծնվեր։ Բերեց, վերջ ամուսնացավ, մտածեց ամեն բան լավ անցավ։ Էս ինչ լավ էր, սենց շատ լավ անցավ, ոնց որ իմ պլանները շատ լավ անցավ։ Միջև մի օր, որ հայտնի մարգարեն եկավ իր մոտ եւ այդ պատմությունով շատ նուրբ այսպես պատմությունով, ինչ որ պատմություն պատմեց, չէ։ Մի աղքատ մարդ կար, մի հատ ընդամենը գար ուներ, մեկն էլ կար լիքը ուներ, վերջո հյուր եկավ էս մեկի մոտ, հարուստի մոտ հյուր եկավ, այդ վեկալեց աղքատից այդ մի հատիկը տարավ պատիվ տվեց։ Ես ինչեր ես պատմում, Նաթան, ես ինչեր ես ասում։ Մահվան է արժանի այդ մարդը։ Ինչ արդար դատավոր է։ Մենք շատ հաճախ մեղքի մեջ, գիտեք, այսպես ենք, մատներս մի անգամից ուղում ենք ինչ-որ մարդկանց։ Հələ սրանն է, այդպես ինչեր արել։ Որոշներին, դու գիտես ես ինչեր են անում, բայց դու գիտես ես ինչ եղբայր, ես ինչ քույրը ինչ արել, ինքը ավելի բարդ վիճակի մեջ է։ Սերներ, ուշադիր նայենք մեր կյանքին։ Մատերը միշտ ճուղենք դիմացինին։ Մի դատիր, որ չդատես, որտեվ ինչ դատով որ դատես, նույն դատաստանով կդատապարտվես։